Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Աստծո բարի։ Պարոն Սարգսյան, ձեր կուսակցության անդամ նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի մասնակցությամբ աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել, հարցազրույցը սկսենք այս թեմայի քննարկմամբ։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում, քննադատությունների կենտրոնում է հայտնվել ձեր թիմակիցը, նշում են, որ նա չի պահել իրեն այնպես, ինչպես պետք է պահեր հանրային գործիչը, չի դրսևորել զսպվածություն, քննադատությունները կիսում եք, թե ոչ։ Ինչ ցանկացած առողջ քննադատություն քննարկման թեմա է եւ մենք կուսակցության կողմից հայտարարություն ենք տարածել, որում ասում ենք, որ դատապարտում ենք բռնության եւ նաեւ սադրանքի ցանկացած դրսեւորում, որովհետեւ սադրանքներ կան, որոնք հղի են բռնության, որոնք իրենց կերպով ամեն ինչ տանում են դեպի բռնության, եւ այս առումով պետք չի ներկայացնել, որ կան հանրային գործիչներ, որոնք մտածում են մանկապարտեզների, երեխաների ու մարդկության մասին, եւ կան պետական չինովնիկներ կամ ծառայողներ, որոնց ուշք ու միտքը թալանելն է, երկրին կեղեքելը ու մարդկանց ծեծելը։ Խնդիրը բացարձակ սև ու սպիտակի մեջ չի ու այդ հարթության մեջ չի։ Նախ ես կուզենայի ներողություն խնդրել մեր հանրության այն հատվածից, որը բարեկիրթ է, որ չի սիրում հայհոյանքներով տարբեր հանրային ակտիվիստների ելույթները լսել, մերժում է նման բանը եւ որը դեմ է բռնություններին։ Ես իսկապես ներողություն եմ խնդրում մեր հանրության այդ ներկայացուցիչներից, բայց պիտի ասեմ, որ կան իրավիճակներ, երբ ցանկացած պետական պաշտոնյա ի վիճակի չի լինում արդեն պատասխանել պետական պաշտոնին բնորոշ զսպվածությամբ, հանում է փողկապը, դնում է մի կողմ եւ մարդուն պատասխանում է այն լեզվով, ինչ լեզվով, որ այդ մարդը փորձել է դիմել իրեն։ Իրականում տեղի ունեցածը ինքը լավ պլանավորված, լուրջ ծրագրավորված գործընթաց է, որը ցավոք սրտի լրատվամիջոցները, որին ցավոք սրտի լրատվամիջոցները չանդրադարձան։ Եվ տխուրը այնքանում է, որ անգամ արևմտյան ֆինանսավորմամբ տարբեր լրատվամիջոցներ փորձեցին ներկայացնել մարդկության, ազնվության եւ պարկեշտության ներկայացուցիչ հանրային ներկայացուցիչին եւ ի սկզբանե մեղադրանք դատախազի կեցվածքով մեղադրանքներ դնել պետական ծառայողի եւ մասնավորապես այս պարագայում նաեւ վարչական շրջանի ղեկավարի վրա։ Իսկ խնդիրը նրանում էր, որ Գյումրիի դեպքերից հետո կամ Գյումրիի ընտրություններից հետո համապատասխան քաղաքական թևերը համարեցին, որ մարզերում արդեն խնդիրները լուծված են, իրենք մեծամասնություն են եւ ժամանակն է անդրադառնալ Երևանին եւ Գյումրիից անմիջապես հետո իրենք արդեն երկրորդ եւ երրորդ Երևանի քաղաքապետարանի նիստն է, որ պահանջում են Երևանում արտահերթ ընտրություններ։ Այսինքն իրենք փորձում են ամեն ինչ անել, որ Երևանում գնա Երևանի ավականին գնա լուծարման, Երևանում լինեն արտահերթ ընտրություններ, որից հետո էլ Հայաստանի Հանրապետությունում լինեն արտահերթ ընտրություններ։ Այդ համատեքստում գումարվել են նաև մեր կուսակցության պարագայում նաև արևմտյան ուղղվածությունը, նաև ԵՄ-ի անդամակցության առումով ստորագրակներ հավաքելը, ավելացել է նաև Տիգրան Տեր-Մարգարյանի մինչ այդ նախաձեռնած որոշակի գործընթացներ, որոնց արդյունքում Տիգրան Տեր-Մարգարյանը Ռուսաստանի Դաշնության կողմից ճանաչվեց անցանկալի անձ։ Այսինքն խոսքը Տիգրան Տեր-Մարգարյանի Բուչա այցելության մասին է։ Ես պիտի ասեմ, որ մեկ շաբաթ առաջ Բուչայի քաղաքապետարանի մի շարք ներկայացուցիչներ Հայաստանում էին եւ Տիգրան Տեր-Մարգարյանի հետ հանդիպում էին ուզել, որպեսզի այդ հանդիպումը քաղաքական կամ պաշտոնական երանգներ չստանար, ես Տիգրան Տեր-Մարգարյանին առաջարկեցի իրենց ընդունել ոչ թե իր կաբինետում թաղապետարանում, այլ մեր կուսակցության գրասենյակում իմ կաբինետում, ինչն էլ Տիգրան Տեր-Մարգարյանն արել։ Դրանից հետո սկսվեց այն արշավը Տիգրան Տեր-Մարգարյանի դեմ, ինչը
դուր չի գալիս համապատասխան երկրին, ով Բուչայի հետ կապված շատ ցավոտ տեղեր ունի, եւ հավանաբար ու իմ կարծիքով ուզում եմ նաև բարևներս փոխանցեմ Ռուսաստանի Դաշնության դեսպան պարոն Կոպիրկինին, իմ կարծիքով հենց այդտեղից էլ ծրագրավորվեց այդ ամեն ինչը, հրահանգ իջեցնելով այստեղ 5-րդ Շարասյան իրենց պարագլխին, մասնավոր պարագայում կարող է լինել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը, նա էլ իր ենթակային, ենթական էլ իր ենթակային, ենթական էլ իր ենթակային, ու խնդիրը հասավ տվյալ հանրային գործչին։ Իսկ որ այդ հանրային գործիչը մշտապես այդ քաղաքական ուժի ուղեցրում է այդ դաշտում է, սրանում կասկած չկա։ Պարոն Սարգսյան, տեսեք, բլոգերը ցույց է տալիս մանկապարտեզում արված վատ շինարարական աշխատանքները, ձեր կուսակցության հակադարձումն է, այ տեսեք, մենք մեր թիմակիցը գնացել է Բուչա եւ դրա պատասխանն է, բայց դրանից ամիսներ են անցել, ինչու պետք է ամիսներ անց նոր հիշեին այդ Բուչա այցը, հատկապես էլի շեշտեմ, որ ցույց են տալիս, թե ասֆալտը հեշտությամբ ինչպես է քանդվում, պատի ծեփերը ինչպես է քանդվում։ Նարեկ ջան, նախ պիտի ասեմ, որ որոշ մարդկանց համար, որոնք չունեն համապատասխան լրագրողական կրթություն, բլոգերությունը դա ցավոք սրտի դարձել է տուն պահելու միջոց։ Ավելին, բլոգերությունը այդ որոշ մարդկանց անպատասխանատու, մարդկանց անձնական կյանք մտնելու, ձեր ընտանիքները, ձեր երեխաների նկարները կհայտնվեն Facebook-ում եւ այլը, նման սպառնալիքների պարագայում այդ մարդիկ սկսել են լուրջ թիմեր հավաքել։ Եվ հանրության այդ հատվածը, ով բամբասանք է սիրում, ում համար իշխանությունը միշտ թշնամի է, սկսել է նման բլոգերների շուրջը համախմբել։ Ինչ վերաբերվում է Բուչային այո, Տիգրան Տեր-Մարգարյանի այցելությունից հետո տարի անցել, ոչ թե ամիսներ, բայց ես ձեզ ասացի, որ 5 օր առաջ իմ կաբինետում Բուչայի քաղաքապետարանի եւ Տիգրան Տեր-Մարգարյանի հանդիպում է տեղի ունեցել, ինչը համապատասխան ծառայությունները Հայաստանի Հանրապետության Ռուսաստանի դեսպանատան միանշանակ ամրագրել են եւ շարունակությունը կարող էր այդ ենթատեքստում լինել։ Երկրորդ, ինչ վերաբերվում է տվյալ հասարակական գործչի գործնեության կամ ներկայացրած քանդված ասֆալտի կամ պատից փոկված ծեփի խնդիրներին, պիտի ասեմ, որ տվյալ անձի մինչ այս ներկայացրած բոլոր բացահայտումները իրենց տակում չունեն հենք։ Դրանք հիմնականում զրպարտություն է եւ ինքնահաստատման միջոց։ Այդ մանկապարտեզը, որում ինքը գնացել էր, նախ այդ մանկապարտեզի հետ Երևանի թաղապետարանը, Նորքի թաղապետարանը որևէ կապ չունի։ Մանկապարտեզի մրցույթը հայտարարում է քաղաքապետարանը, մրցույթի անցած շինարարին ընտրում են մրցույթի մասնակիցները, նա համապատասխան գումարով գալիս է տվյալ մանկապարտեզը կառուցում է, որից հետո պետական կամ քաղաքապետարանի կողմից կազմակերպված ընդունող կամ շինվարչության կողմից կազմակերպված ընդունող հանձնաժողովը գնում է այդ շենքը ընդունում է, եթե ընդունում է, այն գնում է շահագործման եւ մտնում է Նորքի թաղապետարանի բալանսի տակ, եթե չի ընդունում, տվյալ շինարարին ասում է, որ դուք ունեք ISS բացերը, այն թերությունների ինչ ունեք, եւ մինչեւ դա չվերացնեք, ու քանի որ ժամկետն էլ ուշացել եք, ձեր վրա կկիրառվի տուգանքներ։ Այսօր տվյալ մանկապարտեզի շինարարի վրա Երևանի քաղաքապետարանը կիրառում է տուգանքներ եւ այն թերությունների, ինչը տվյալ բլոգերը ցույց է տվել, 3 անգամ ավել թերություն այդ շինարարական ընդունող հանձնաժողովը ցույց է տվել այդ շինարարին։ Այսինքն այդպես կարելի է գնալ մտնել ցանկացած շենք, ցանկացած ճանապարհի վրա, որտեղ գումարը վճարված չէ, շինարարությունն ավարտված չէ, փողը տրված չէ, հանձնաժողովը ընդունած չի, ասեն տեսեք, թե ինչքան վատ աշխատանք են արել։ Տեսեք, պոկվում է, ասֆալտը պոկվում է։ Հասկանում եք, երբ որ մարդիկ, այսպես ասեմ, հանրային գործչի անվան տակ մտնում են մարդկանց աշխատավայրեր, մտնում են գրասենյակներ, պահանջում են, ասում են, այդ մեր իրավունքն է, քանի որ այս մեր հայրենիքն է, որից հետո մտնում են ընտանիքներ, որից հետո ներկայացնում են պետական գույքի կամ թալանտ կամ այդ ներկայացնում են հենց իրենք պետական գույքը փչացնելով, այստեղ հասնում է մի իրավիճակի, երբ որ մարդը
մարդու նյարդերը չեն դիմանում։ Ես իհարկե չեմ արդարացնում նյարդերի չդիմանալ։ Իմ համար ակնհայտ է, որ այդ ամեն ինչը սադրանք էր, որ Տիգրան Տեր-Մարգարյանը պիտի այդ սադրանքին չգնար, դա եմ շատ լավ հասկանում, որտեվ քանի որ սադրել են, իրենք ուզում էին, որ այս արդյունքը ունենային, որովհետև երեկվա բանավեճից հետո Երեկվա տեղի ունեցածից հետո այսօր քաղաքապետարան գնալը ու այնտեղ այդ կարգի ելույթներ ունենալը բնականաբար բերելու էր այս հետևանքին։ Այսինքն մարդը գիտակցված գնացել է, մարդը ասում է ես եկել եմ դե տղա էսի չի, խոսում է այն բառապաշարով եւ մի քանի անգամ ավելի խիստ ոչ ընկալելի բառապաշարով ու ընդհանրապես բոլորի նկատմամբ, ու այս առումով խնդիրները հասնում է այս եզրակետին։ Խնդիրը նրանում չի, որ Տիգրան Մարգարյանը հրաժարական տա, թե չտա։ Բացարձակ ոչ Տիգրան Տեր-Մարգարյանը, ոչ մեր կուսակցությունը այս տարիներին չի պայքարել պաշտոնի համար, մենք նման խնդիր չունենք։ Բացարձակ խնդիր է հարցության մեջ չի։ Բայց Տիգրան Տեր-Մարգարյանի հրաժարականից հետո նման իրավիճակներում հայտնվելու են մնացած բոլոր պետական չինովիկները։ Միանշանակ հայտնվելու են այդ իրավիճակում, որովհետև համապատասխան թևը խնդիր է լուծում Երևանում հասնել իշխանափոխության, հետո Հայաստանի Հանրապետությունում հասնել իշխանության։ Իսկ ովքեր են այդ թևի կողմնակիցները։ Դրա կողմնակիցները արդեն աշխարհ քաղաքական են։ Դա Ռուսաստանն է, դա Ադրբեջանն է։ Ինչ են իրենք ուզում։ Մեղրիով միջանցք եւ Հայաստանի ինքնիշխանության եւ ինքնուրույնության ամբողջական զրկ։ Մենք դեռ աշխարհաքաղաքական թեմաներին կանդրադառնանք, բայց դուք ինչ եք կարծում, հայհոյանքներից, բռունցքներով հարվածելուց հետո ձեր թիմակիցը պետք է շարունակի պաշտոնավարել, թե ոչ։ Ես պատասխանեցի այդ հարցին, որ եթե մեր թիմակիցը գնում է այդ մտածված, պլանավորված այդ ծրագրի տրամաբանությամբ ու ինքը հրաժարական է տալիս, հաջորդ օրը նույն իրավիճակը ստեղծելու են Հայաստանի Հանրապետության պետական ծառայողներից բոլորի առաջ միանշանակ հաջորդ օրը գնալու են կենտրոն թաղապետին նույն պատմության մեջ դնեն ու ինքն էլ է հայտնվելու այդ իրավիճակում, մյուս օրը գնալու են Արաբկիր թաղապետարանեն, մյուս օրը չգիտեմ Դավիթաշեն, հետո գալու են Արարատի մարզպետի մոտ, հետո Արարատ քաղաքի քաղաքապետի մոտ, որովհետև ծրագրավորված ու պլանավորված նպատակ է։ Ժողովրդավարությունը չի ասում, որ կարելի է մտնել մարդու ընտանիք, որ կարելի է ցանկացած մարդու արժանապատվություն ու ինքնասիրություն վիրավորել, մածունը լցնել նկարի վրա ու ասել, որ թափել եմ վրա, հա? Ու դրանից հետո ասել, վա, ինձ ծեծեցին, ոստիկանություն, ցուցմունք, տեսեք, ես ինձ խեղճ եմ։ Գիտեք, երբ որ Ադրբեջանը մեր սահմաններին կրակում է, ու Հայաստանի Հանրապետության հետն էլ ինքը տարածում է հաղորդագրություն, որ հայերն են կրակել, այստեղ էլ լրատվական դաշտը բողոքում է, ասում է, այ Ադրբեջանը կրակում է, մերոնք զեն չեն հանում, ու մերոնք դրան պատասխան չեն տալիս, ու չեն ասում, որ Ադրբեջանն է կրակել, մենք չենք կրակել։ Այսօր նույն իրավիճակն է, բոլորի դրանը կրակում են, ու հենց որ պատասխան են տալի, ասում են, վայ, ինչի պատասխանեցիր։ Բա դա պետական պաշտոնյային բնորոշ վիճակ է, բա պետական պաշտոնյան իրեն այդպես կպահի։ Բնականաբար պետական պաշտոնյան իրեն այդպես չպիտի պահի, բայց բնականաբար այն մարդիկ, ովքեր սադրում են նման քայլերի, իսկ դա ակնհայտ սադրանք է։ 3 օր իրար մեջ արած անընդմեջ սադրանք։ Իմիջայլոց ասեմ, դրանից առաջ 2 օր էլ Դավիթաշենի մեր մյուս թաղապետ Ալբերտ Հովասապյանի հանդեպ է այդպես արվել, ու Ալբերտ Հովասապյանը իրեն գրած գրառումներ այսօր կհրապարակի։ Այսինքն ուղղորդված խնդիր է լուծվում քաղաքական մի ուժի դեմ, որը չի թողնում Ռոբերտ Քոչարյանի հայտարարած կոնսենսուս -1-ը տեղի ունենա, որ մնա դաշտում միայն ԿՊ, որտեղ իրենք հաշվել են, որ ԿՊ-ի վարկանիշը վերջ այսքան է 30-35%, ու ով կարող է նրանց փրկել 2026 թվականի ընտրություններին, կամ եթե հիմի արտահերթ լինի, այս ուժը, հետևաբար այս ուժին ոչնչացնել ու խաղից անել է պետք, հետևաբար ուղղորդված գնում են այդ ուղղության վրա։ Այդ ուղղության վրա բոլորի ներվերը չի, որ կարող է դիմանալ, բայց եթե այդ ներվերին չես դիմանում ու տեղի ես տալիս, ասենք Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է տալիս, ստացվում է, որ իրենք հասել են իրենց արդյունքի։ Ոչ, Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական չպիտի տա։ Եվ ընդհանրապես խնդիրը իրավապահների դաշտում է։ Երեկվա տեղի ունեցածը, եթե Հայաստանի Հանրապետության իրավապահները ընդունեին որպես հաղորդագրություն հանցագործության մասին, որ թաղապետը հայոյել է,
Նայել այնտեղ ասել է, որ կոռուպցիոն դեպքեր կան եւ այլը, որից հետո ինքն էլ է հայոյել, հաշվի է կանչել։ Այդ առումով այսօր առավոտյան Տիգրան Տեր-Մարգարյանին կանչեին հարցակնության, թե ինչու ես հայոյել, նրան էլ կանչեին, թե արդյոք այդ մանկապարտեզը հանձված է, թե հանձված չէ, քո ասածը զրպարտություն է, թե զրպարտություն չէ, մարդու արժանապատվությունը վիրավորել է, թե վիրավորել չէ, այս բաները տեղի չէին ունենում։ Միանշանակ տեղի չէին ունենա, չէ՞։ Իսկ եթե չեն կանչում, հաջորդը շատ ավելի ծանր է լինելու։ Շատ պարզ բան ասեմ, ասենք այսօր, որ ինքը գալիս էր քաղաքապետարանի դեմ, Տիգրան Տեր-Մարգարյանի տղան բարձր դասարանի աշակերտ, ամրակաց պին տղա Դավիթը։ Կարող էր դանակը վերցնել, գար ասել իմ հորս էդ էս ասում, ու հետո ինչ էինք ասելու, վայ, ողբերգություն տեղի ունեցավ։ Հանցագործությունները պիտի կանխարգել էր։ Եթե երեկվա տեղի ունեցածի մեջ գոյություն ուներ հանցագործություն, այդ հանցագործությունը պիտի կանխատեսել, որ այսօր նման բան կարող էր լինել, ու այդ պիտի կանխարգելվեր, ու այստեղ իրավապահ մարմինները լուրջ անելիք ունեն, որովհետև եթե դրա դեմը չառնվի, նման պահվածքի, նման հասարակական ակտիվիստների, չակերտավոր հասարակական ակտիվիստների դեմը չկանգնվի, սրանք մտնելու են ցանկացած մեկի տուն ու անկողի, մատի ու մատանու արանքը, այս անթույլատրելի է։ Մենք որոշակի նկարագիր ունեցող ժողովուրդ ենք, այդպես չի կարելի։ Պարոն Սարգսյան, պարզապես նախորդ իշխանության օրոք մարդկանց ծեծում էին փակ դռների հետևում, զուգարաններում, պատիեզներում, իսկ հիմա այս ժողովրդավարության համարվող իշխանության օրոք պաշտոնյայի ընդունարանում եւ ուղիղ եթերում, սա մտահոգիչ չէ։ Նարեկ ջան, քո համեմատությունը բացարձակ տեղի չի։ Բացարձակ։ Այդ քո համեմատությունն է, որ նման մարդկանց նման ոգևորության հնարավորություն է տալիս։ Ինչու՞։ Որովհետև Պողոս Պողոսյանը չէր գնացել Ռոբերտ Քոչյանի կաբինետի առաջ, ասել դե իջի այդ կաբինետից հետ։ Չկար նման փորձ, չկար նման հասարակական ակտիվիստ, որ գնար ու հրահարեր պետական իշխանությանը։ Որտեղ կոռեկտ սովորական բարևել էր մարդուն, սրճարանում նստած, որ իր կուրսեցին է, ու բարևը դուրս չգալու համար տարել էին զուգարանում ծեծելով սպանել էին։ Հիմա այս մարդը գնացել է նախ ինքը կեղծ տեղյակ չլինելով, որ կամ լավ էլ տեղյակ լինելով, որ մանկապարտեզը հանձնված չի, որ գումարը վճարված չի, հանրությանը մոլորեցրել է, լարել է իշխանության դեմ, լարել է քաղաքի, քաղաքապետարանի, քաղաքապետի, թաղապետի դեմ։ Դե դրանից հետո ապացուցի, որ այ ընկեր, այդ մանկապարտեզը դեռ հանձնած չի։ Դրանից հետո, երբ որ իրեն ասել են, որ քեզ կանչել են, առաջարկել են աշխատանք, բարձր աշխատանք, դու միևնույն է չես ուզել, քո ասածն ուրիշ բան է, արի զրուցենք, խնդիրը հասել է հայոյանքների եւ այլնի, հաջորդ օրն էլ եկել է, դու ասում էիր, որ ես, չգիտեմ, վախեցել եմ, չեմ եկել, այ հիմի եկել եմ, դե ինչի։ Ու ես դուք համեմատում եք Պողոս Պողոսյանի պահվածքի, ու ասում եք ինչ տարբերություն, տարբերությունը ահռելի է։ Տարբերությունը սարեր ձորերի մեջ է։ Գիտեք ինչ, նախորդ իշխանությունը միշտ է այդ կարգի մարդկանց օգտագործել։ Միշտ այդ կարգի մարդկանց օգտագործելով պաշտոններ է տվել։ Ես լավ հիշում եմ, ասենք, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին։ Ինքը պատմություն էր պատմում, որ Շաքեի ջրամբարում ջրվեժում լողանալու ժամանակ ինքը եղբորս Վազգենին ասել է, Վազգեն, ինձ երբ ես մարզպետ նշանակելու։ Վազգենն էլ ասել է, երբ որ ես կաթողիկոս կդառնամ, այդ ժամանակ դու մարզպետ կլինես։ Ու քահ ծիծաղել են։ Դրանից հետո եկավ Ռոբերտ Քոչյանն ու Սուրեն Խաչատրյանը մարզպետ նշանակեց։ Ինքն բնականաբար պիտի ասի, որ Ռոբերտ Քոչյանից լավ նախագահ չկա։ Այս գործելավոճը կամ հոկտեմբերի 27-ից հետո խոսում է բանակից, թող նայեն մինչև հոկտեմբերի 27 քանի զինվորական է եղել գեներալ ու Ռոբերտ Քոչյանը ինչքան զինվորականի գեներալի կոչում է տվել։ Կամ ինչի Ռոբերտ Քոչյանը այսօր մարտի 1-ով բանտում չի։ Ես ուզում եմ այդ համալսարանը, որ գնացել է, այդ երեխաները դիմանան։ Հարգելի ուսանողներ, ինքը բանտում չի, որովհետև ինքն ասում է, որ ես հրանք չեմ տվել, որ զորք դիշտի քաղաք։ Ինքն ասում է, որ ինքը այդ ուժեղ տղամարդ, պին բռունցք լինելով անտեղյակ է եղել ու պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն է այդ հրամանը տվել։ Ու ինքը անտեղյակ էր, ինքը երկրի նախագահն էր, բայց ինքը անտեղյակ էր։ Իսկ սահմանադրությամբ զորքը քաղաք իջեցնելը այդ բացարձակ անթույլատրելի բան է։ Եվ զորքը իջեցրել է քաղաք։
Ու գիտեք Միքայել Հարությունյանը եղբոր ժամանակ շտաբի պետ է եղել, իր ժամանակ նախարար, նորմալ սպայ է։ Ես հարգում եմ այդ մարդուն։ Բազմաթիվ մարդիկ կան, որ հազար ու մի թերություններ կնշեն, բայց ես այդ մարդուն հարգում եմ։ Ու այդ մարդը այսօր Հայաստանում չի։ Միմիայն նրա համար, որ Ռոբերտ Քոչարյանը իր արածը գցել է այդ մարդու վրա, այդ մարդու վրա ցուցմունք է տվել։ Ու քանի որ մարդը չկա, չի լինում ապացուցել, որ ինքը սահմանադրական խախտում է արել ու զորքը մտցրել է քաղաք։ Այս մարդն է Ռոբերտ Քոչարյանը։ Ու այս ամեն ինչը իր կազմակերպածն է։ Ցավոք իմ կուսակցության անդամները պարզ մտածող մարդիկ են։ Ամբողջ կյանքում պայքարած այդ Տիգրան Տեր-Մարգարյանի մասին որ խոսում են, Տիգրան Տեր-Մարգարյանը նախորդ իշխանության ժամանակ 3 տարի դատապարտվել է հանրահավաքին մասնակցելու համար։ Իսկ այս հանրային ակտիվիստները ով են, որ երկրի քաղաքացի են, այդ մասին պիտի մի ուրիշ հանրային ակտիվիստ կամ իրական լրագրողը հետաքրքրվի։ Դե հանրային ակտիվիստ դարձել, որ մի հատ էլ է գնաց, վերակացել, գնացել է թաղապետարան ու թաղապետարանում իրենց էցել են։ Հանրային ակտիվիստը վաղը գնալու է, չգիտեմ, պետության անվտանգության խորհրդի նիստի, ու ասելու ես քանի որ հանրային ակտիվիստ եմ, պիտի մասնակցեմ այս խորհրդի նիստին, որովհետև բան ունեմ ասելու։ Այս է այդ պահվածքի շարունակությունն ու վերջը։ Ու թե այդ որ կաբինետներում է գրվում, ես այդ շատ լավ հասկանում եմ։ Շատ լավ հասկանում եմ։ Ու նորից եմ կարկանում։ Խնդիրը ոչ թե որևէ մեկի պաշտոնի մնալու կամ պաշտոնից դուրս գալու խնդիրն է։ Մեր կուսակցական թիմը ամբողջ թիմով կարող է պաշտոնից հրաժարվել։ Մենք այդպիսի խնդիր չունենք։ Մենք այս 25 տարիների մեջ տարանջատվել ենք միմյան մի բանի համար, մեր մյուս ընկերներից, որոնք քաղաքական առումով կողմնորոշում են ունեցել դեպի Ռուսաստան։ Ուրիշ տարանջատման խնդիր չի եղել։ Ու եթե որոշ դեմքեր իրենց փորձում են համեմատել Ալբերտ Բազարյանի կամ Վաղարշակ Հարությունյանի հետ, այդ համեմատությունը զրո տեղ չունի, որովհետև այդ մարդիկ խոստովանել են, այդ մարդիկ անկեղծ են եղել իրենց քաղաքական ուղղվածության մեջ ու գնացել են այդ ուղղվածության մեջ։ Իսկ այն մարդիկ, ովքեր ուզում են համեմատվեն, պինդ արևմտամետ են եղել, հետո դարձել են պինդ ռուսամետ։ Ու այս համատեքստում է, այսօր ամբողջ կռիվը այդ համատեքստում է։ Պարոն Սարգսյան, այնուհանդերձ ձեր թիմակիցը չի ափսոսում, ափսոսանք չի հայտնում իր արածի համար, ասում է այո, հայոել եմ, լավ եմ արել, այո, խփել եմ, լավ եմ արել։ Սա արդյոք տեղավորվում է այն արժեքների մեջ, ինչ ձեր կուսակցությունն է պաշտպանում եւ Հայաստանը դեպի Եվրամիություն տանելով ձգտում է այն արժեքներին, ինչը կա Եվրոպայում։ Սա ձեր կարգախոսները, թեզերը, գաղափարները եւ ձեր կուսակցության ներկայացուցիչի այս հայտարարությունները համընկնում են իրար հետ, թե սրանք այսպես միմյանց բացառող երևույթներ են։ Իմ կարծիքով բացարձակ երևույթներ չեն։ Նարեկ ջան, Միացյալ Նահանգներում, եթե քաղաքացին առանց թույլատրության մտնի ձեր սեփականության տարածքի տեր սեփականատերը իրավունք ունի կրակել այդ մարդու վրա։ Ժողովրդավարությունը պիտի պաշտպանված լինի։ Ժողովրդավարություն չի նշանակում ամենաթողություն։ Ժողովրդավարություն չի նշանակում, որ կարելի է մտնել իմ տան, իմ զավակների կյանքի մեջ ու հայոյանքներ գրել։ Ուշեց պատկերացնի, թե իմ հասցեին ինչ կարգի սպառնալիքներ ու հայոյանքներ են տեղում։ Ես կարող պատկերացնել։ Եթե ես այդ չեմ բարձրաձայնել, եթե ես միշտ ինձ պահել եմ կոռեկտ, անվանելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան, երկրորդ նախագահ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյան, երբեք չեմ ասել ինքը, խռով չեմ պահել, մշտապես պահել եմ կոռեկտ։ Մշտապես պահել եմ կոռեկտ։ Բայց դա չի խանգարել, որ իրենց թիմերը անցնեն այդ սահմանները։ Ու երբ որ իրենց թիմերը անցնում են այդ սահմանները, մեր թիմի են մարդիկ, ովքեր հարգում են ինձ, ովքեր իմ հետ ճանապարհ են անցել, ովքեր գիտեն իմ մղումները, մոտեցումները, չեն կարողանում այդ մարսել, չեն կարողանում այդ ընկալել։ Այդ ամեն ինչ հավաքվում է, հետո երբ որ խնդիրը հասնում է ինչ որտեղ իսկապես մշակված, պլանավորված սադրանքի, որը կրկնում եմ, նորից կրկնում եմ, Գյումրիից հետո համապատասխան կենտրոններում մշակել են, որ մարզերում արդեն խնդիրը լուծել են, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հնարավորությունը 30% է, ոչ ավելին, որ պետք է թողել իրենց կոնսենսուս -1 իրավիճակում, ինչի մասին խոսել է Ռոբերտ Քոչարյանը 2021 թվականին ու հիմա նորից ակտիվացել է Coca-Cola-ի նման կրկին փորձիվ տարբերակով, ու այս ուժերը որոշել են, որ պետք է արդեն Գյումրիից հետո անդրադառնալ Երևան։
ու Երևանում պիտի լինեն արտահերտ ընտրություններ։ Իսկ այդ արտահերտ ընտրություններ անելու համար ում է խփել պետք, բնականաբար այն ուժին, ով Հայաստանի Հանրապետության անկախությունը համարում է բացարձակ արժեք, ով համարում է, որ Հայաստանի Հանրապետության իրական տեղն ու բարեկամները Եվրոմիությունում են, եւ մենք պետք է լինենք Եվրոմիության մաս, եւ մենք պատրաստ ենք, այո, Եվրոմիության անդամակցության, մեր գաղափարների, մեր մոտեցումների համար պայքարել հնարավոր բոլոր միջոցներով, բոլոր այն միջոցներով, ինչը մեզ կպարտադրեն։ Ինչ վերաբերվում է Տիգրան Տեր-Մարգարյանի ասածին, որ ես ներողություն չեմ խնդրի ու լավ եմ արել, դրա համար կան Հայաստանի Հանրապետության իշխանություններ, դատական մարմիններ, հնչական մարմիններ, դատախազություն, իրենք պիտի զբաղվեն։ Յուրաքանչյուր մարդ պատասխանատու է իր ասացի ու արածի համար։ Տիգրան Տեր-Մարգարյանը նաև ասում է, որ ցանկացած հայ տղամարդ նման իրավիճակում իրեն կպահեր այդպես։ Ես չեմ կարող այդ բացառել։ Ես չեմ կարող բացառել, որ իմ հետ նման բան լինելու դեպքում ինչքան ես կարող եմ ինձ զսպել, կամ ձեր հետ լինելու դեպքում դուք ինչքան կարող եք զսպել։ Վերջի վերջո յուրաքանչյուր մարդ էլ ունի որոշակի համբերության սահման, որը եթե մտածված փորձում են այդ սահմանից անել, այդ մարդը այդ սահմանները դուրս է գալիս։ Այսինքն Բայց դա նաև չի նշանակում, որ մենք այդ ընտրությունը կատարելով պետք է որոշում կայացնենք, ուզում ենք շարունակել լինել հանրային դեմք, թե ուզում ենք օրինակ փողոցային բարքերով հաշիվներ մաքրենք մեզ վիրավորող անձանց հետ, այսինքն դրանք համատեղելի չեն, կամ պետք է լինել քաղաքական գործիչ եւ իրավական ճանապարհով գնալ, կամ լրագրող շարունակել լինել եւ իրավական ճանապարհով գնալ, կամ հրաժարվել այդ այսպես ասած մանդատից ճակերտավոր եւ փողոցային տարբերակով հարցերը լուծել։ Տիգրան Տեր-Մարգարյանը 2020 թվականից քաղաքական դեմք է, քաղաքական կուսակցության անդամ է, Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ։ Իր գործողությունները քաղաքական համատեքստում են։ Այդ հանրային ակտիվիստը ինչ դեմք է, ինքը ում է ներկայացնում։ Խնդիրը այս հարթությունում։ Ինքը ոչ մեկին չի ներկայացնում, բայց քաղաքական դեմքերին փչացնելու, նրանց համբերությունից հանելու, նրանց դեմ սադրանքներ անելու, թեկուզ ծեծ ուտելու գնով վարկաբեկելու գործընթացյան։ Այսինքն խնդիրը պիտի նայել նաև այս հարթության մեջ։ Հանրային ակտիվիստ լինելը չի նշանակում, որ դու պիտի մտնես մարդկանց ընտանիքներ, պիտի հայոյես նրանց, պիտի ասես հաջորդը ձեր ընտանիքի անդամների ու երեխաների նկարները կհայտնվեն համացանցում, կամ այդ նկարները համացանց դնես։ Ինչ է նշանակում հանրային ակտիվիստը, որևէ պատասխանատվություն չունի, ինքը պետական պաշտոնյա չէ, ճապաբար ինչ ուզի կանի։ Ես նորից եմ ասում, պետական պաշտոնյաները այսօր Հայաստանի Հանրապետությունում ամենաանպաշտպանված են։ Նույնիսկ պաշտոնյա բառը ճիշտ չեմ ասում, ճիշտ չեմ անվանում։ Պետական բոլոր ծառայողները, ու սա մեր պետության ցախողումների ու անհաջողությունների հիմնական պարամետրերից մեկն է։ Որովհետև նրանց առավոտից իրիկուն վերահսկում են այդ տարբեր տեսակի ճակատավոր քաղաքական ակտիվիստներ, նրանց լսում են հակակոռուպցիոն ծառայությունից, քննչականից, ազգային անվտանգությունից, նրանք միանշանակ բոլորի ուշադրության կենտրոնում են, ու այս բոլորը մեղադրում են այդ կոնկրետ պետական ծառայողին, ու այս պետական ծառայողը այլևս որևէ նախաձեռնություն չի ցուցաբերում։ Ցանկացած իրեն ներկայացված դիմում ուղարկում է դատարաններ հիմնավորում ունենալու համար, որովհետև որևէ երաշխիք չունի, որ վաղ ասենք քննչականը չի գա ու իր կաբինետից իրեն չի տանի։ Եթե մեր պետության պետական ծառայողը պիտի լինի ամենաանպաշտպանը, բոլորի կողմից խոցելի ու բոլորի համար ավազակը, այդ պիտակով ներկայացրողը, այս պետության մեջ արդյունք տվող պետական ծառայող չի լինելու։ Չի լինելու։ Նախաձեռնողականություն որևէ մեկը չի ցուցաբերելու։ Որևէ լավ գործն էլ անգամ հնովելու են, որովհետև ձևավորում են տեսակետ, որ պետական ծառայողները մտել են պետական ծառայության, որ գողանան, որ մտնեն ժողովրդի գրպանը, որտեղ իրենց խնդիրը կոռումպացված լինելն է, փլվող մանկապարտեզ կառուցելը, ասֆալտը գողանալը, բորդուրը կիսատ անելը։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում համարում է ավազակը համարում են շինարարները։ Այն դեպքում թե որ բյուջեի մուտքերի առումով, եթե բնակարանների ապահովման առումով այդ շինարարները հիմնական աշխատանքն են անում։ Ինչի է այդպես, չգիտեմ, այդ հին պատմություն ունի, բայց այդպես չի կարելի։ Այդպես չի կարելի ուղղակի։ Ժողովրդավարությունը, նաև եվրոպական արժեքները
պահանջում են, որ մարդու անձնական կյանքը պաշտպանված լինի։ Մարդուն դնում հայոյում են մինչև վերջին մեր ժողովրդի ասած սպորտը, որից հետո ասում են, գիտեք ինչ, զրպարտում են այդ մարդուն, ասում են, ինքը SS բաներն է արել, հետո դե գնան քննարկեն, կապացուցիչը թքած արդեն։ Մարդիկ հավատացին, ոչ։ Այդ ձայնագրության մեջ առաջինը թաղապետն էր հայոյում այդ ակտիվիստին։ Նարեկ, այդ ձայնագրությունը ով է հրապարակել։ Արթուր Չախոյանը։ Ու ինչ դուք հավատում եք, որ հենց այդ ձայնագրության մեջ թաղապետը զանգել ու սկսել է հայոյել, կամ ինքը դրանից առաջ ամբողջական ձայնագրությունն է ներկայացրել, հա։ Այսինքն նախ Տիգրան Տեր-Մարգարյանը իր հայոյանքները չի հանրայնացրել, բայց ես դրա փոխարեն ներողություն խնդրեցի հանրությանը, որ ստիպված է եղել նրան հայոյանքներ լսել, չէ։ Այդ հայոյանքները այդ ձեր նշված անձնավորությունն է հանրայնացրել, չէ, որ հանրություն լսեք, ինչ հայոյանքներ է տալիս։ Որից հետո ասում է, որ ես այդ տղա եմ, ես փողոցի մակարդակով խնդիր եմ լուծելու, ու եկել եմ այստեղ, հետո էլ գնում է ցուցմունք է տալիս, որ իրան բռնություն են ենթարկել։ Այսինքն ինքը բոլոր դաշտերում կա, քաղաքականում, տղայականում, պետականում, սրտացավ լինելու, իսկ պետական պաշտոնյան չկա, հա։ Այսինքն պետական պաշտոնյան պիտի մնա պետական պաշտոնյա, ոչ տղայական, ոչ ընկերական, ոչ շրջապատի, իսկ ինքը բոլոր դաշտերում իրավունք ունի գործելու, որտեղ ինքը ազատ է, հա։ Ես էլ ասում եմ, իրեն պաշտոն են խոստացել, իրեն վճարել են դրա համար, այդ իմ կարծիքն է։ Դրա համար ինչպես։ Փաստ ունեք, թե զուտ ենթադրում եք։ Փաստը ակնհայտ, որ գործընթացը սադրանք է։ Մանկապարտեզը դեռ հանձնած չի, գնացեք ստուգեք։ Եթե այդ մանկապարտեզը հանձնված է եւ քաղաքապետարանը այդ ընդունել է, ուրեմն ինքը ճիշտ է ասում, ուրեմն ինքը չի զրպարտում, ուրեմն Տիգրան Տեր-Մարգարյանը ամեն ինչ սխալ է արել։ Իսկ եթե այդ հանձնված չէ, ուրեմն ինքը զրպարտում է։ Ուրեմն ինքը զրպարտության համար պիտի դատվի։ Կամ ինքը զրպարտության համար պիտի դատվի ու մեկ պետություն դառնանք, կամ այս թեման անվերջ է։ Ու ասում են վերջիվերջո ինչ որ մեկին սպանելու են։ Արյուն է թափվելու։ Սա խաղուպար չի։ Ընդհանրապես քաղաքացիական պատերազմները երբ են տեղի ունենում։ Երբ որ դաշտը լցնում են սադրիչներով։ Իսկ որ մարդիկ կան իրենց պաշտոնավարման ողջ ընթացքում միայն սադրանքով են կարողացել կառավարել։ Միայն սադրանքի արդյունքում են իրենց իշխանությունը պահել, պաշտոններ տալով, կոչումներ տալով, երկիրը 30-40 օլիգարխի մեջ բաժանելով, այդ էլ տնտեսություն համարելով, կազմակերպված տնտեսություն։ Նրանք էլ ովքեր խոսում էին, նրանց պաշտոն էին տալի կամ զինվորական կոչումն ավելացնում էին, խնդիրներ էին լուծում։ Այդ առումով բերում համեմատում եք, ասում եք, վայ գիտեք Պողոս Պողոսյանի զուգարանում, այստեղ էլ քաղաքապետարանում։ Տարբերությունը մեծ չի։ Այստեղ պետությանը դեմ է ուղղված։ Եվ այդ ուղղված է իմ կարծիքով դրսից հրավելով։ Եվ նույն մարդկանցով, ովքեր Պողոս Պողոսյանի զուգարանում, այդ մարդը, որ այսօր Տիգրան Տեր-Մարգարյանին մեղադրում է, այդ ձայնագրությունները բարձրաձայնում է, Պողոս Պողոսյանի զուգարանում ծեծելով հրանք տված մարդու թիմում է։ Այս հաշվի չեք առնում։ Ուզում եք չառնենք հաշվի։ Թե մարդը սուրբ է, թիմում չի։ Թե թիմում հրանգով չեն աշխատում, թե ժամանակին հրանգով չեն աշխատել։ Այն ժամանակ հրանգով են աշխատել, հիմի սուրբ են ընդդիմություն է, լավ էլի։ Պարոն Սարգսյան, մամուլը գրեց, որ Մոսկվայում տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը եւ մի ուշագրավ տող կար այդ հրապարակման մեջ, որ Վլադիմիր Պուտինը Ռոբերտ Քոչարյանին ասել է Սերժ Սարգսյանին չի վստահում։ Այս տեղեկությունը հանդիպման տեղեկությունը ոչ Երևանում Քոչարյանի գրասենյակն է հաստատում, ոչ էլ դրա վերաբերյալ Կրեմլից հայտարարություն է եղել։ Դուք ինչ եք կարծում, իսկապես եղել է այդ հանդիպումը, թե սա քարոզչական բնույթի ինչ-որ հրապարակում է։ Որ Ռոբերտ Քոչարյանի ու Վլադիմիր Պուտինի մեջ քիմիա կա, դա միանշանակ է։ Որ Վլադիմիր Պուտինը գործում է այնպես ինչպես Իլհամ Ալիևը, բոլոր պարագաներում նայեք, Ուկրաինայից ինչ է պահանջում։ Արտահերթ ընտրություններ, 15,000 զորք ունենալ, սպառազինություն, նույնիսկ զիդատատարի համար, ասում այդ ընթացքում պիտի սպառազինություն չգնի, հետո սպառազինությունը հետ անցնի։ Այսինքն
Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիևի մոտեցումները մեկին մեկ համընկնում են։ Այսինքն Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը ամենամոտ ընկերներն են։ Հետևաբար այս համատեքստում Ռոբերտ Քոչարյանն էլ փորձում է Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի մոտիկ ընկերը դառնալ, իր թիմից էլ չեն հերքում, ասում են առանց մեկնաբանություն։ Ու իրենք այդ մեծ պատիվ են համարում Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիևի ընկեր դառնալը։ Ես էլ ասում եմ, որ այդ ընկերությունը Վլադիմիր Պուտին, Իլհամ Ալիևը եւ Ռոբերտ Քոչարյան Հայաստանի Հանրապետության ամենամեծ վտանգն է։ Եվ այդ ամենամեծ վտանգը Հայաստանի Հանրապետությունում պատրաստ է գնալ ցանկացած սադրանքի, որի արդյունքում Վլադիմիր Պուտինը կարող է ստանալ Մեղրիի միջանցքը, Հայաստանը դառնալ Թաթարստան, իրենց ունեցած նախկին քիմիայի արդյունքում նշանակեն այդ Հայաստանի Հանրապետություն գուբերնայի գուբերնատոր։ Ամեն չի պատրաստ է։ Սա իմ անհատական մինչև այս 2000 թվականից առեսօր անցած կյանքի ուղու գնահատականի արդյունքն է։ Դուք հետևեցիք Քոչարյանի եւ ուսանողների հետ հանդիպման, այստեղ մի ուշագրավ հայտարարություն է արել Ռոբերտ Քոչարյանը։ Ուսանողի հարցին, թե որն էր այն գործոնը, որ Հայաստանի բոլոր իշխանություններին կերտել են այսպիսի ուժեղ պետություն, որը կդիմագրավեր Ադրբեջանին եւ 20-ի աղետը չէր լինի, Քոչարյանը այսպիսի մի պատասխան է տվել, մեջբերեմ, այս պատերազմն ինչ որ եղավ չպետք է լիներ, այս պատերազմը հրահրվեց մեր կողմից, հայերի կողմից, հայկական իշխանության կողմից, բանակցությունները ձախողեցին, անպատասխանատու անբագորգոր հայտարարություններ արեցին, ամեն ինչ արեցին, որ Թուրքիան Ադրբեջանի թիկունքին կանգնի ամբողջ բոյով եւ վերջում ստացանք սա, հիմա էլ պարզվում է սա մեղավոր են։ Դուք այս հայտարարությունը ինչպես եք գնահատում, հատկապես այս պատերազմը հրահրվեց մեր կողմից, հայերի կողմից, հայկական իշխանության կողմից։ Ասեմ, որ Ռոբերտ Քոչյանը Մարիա Զախարովայի հացը կտրում է, չի թողնում խեղճ Մարիա Զախարովան մի քիչ փող աշխատի։ Գիտեք, ես այդ մոտեցումը քննարկման թեմա կդարձնեի Նարեկ ջան։ Երբ այն ժամանակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություններ էր անում, այսինքն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը վտանգող եւ այլն, Ռոբերտ Քոչյանը տեսակետ հայտնել։ Դուք հավանաբար լավ հիշում եք, որ երբ որ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղում ասաց Արցախը Հայաստան է ու վերջ, մեջբերելով Լեոնիդ Ալզգազյանի խոսքերը, ես այդ քննադատեցի եւ ինձ էլ լուրջ քննադատությունների տիրախ դարձա։ Որովհետև ես ասացի, որ եթե նման հայտարարություն ես անում, դա նշանակում է, որ Ադրբեջանի հետ բանակցելու բան չկա այլևս։ Եթե Հայաստանը ու վերջ, այդ Ադրբեջանը ինչի է գալու բանակցելու, հետևաբար նման հայտարարությունը համարեցի ռիսկային։ Ռոբերտ Քոչարյանը այդ ժամանակ չասաց, թե Նիկոլ Փաշինյանը ինչու է նման հայտարարություն անում, որտեղ ոնց կարող էր ինքը այդպիսի բան ասել հեղինակությունը կորեր, որովհետև ինքը միշտ ասել է, որ Արցախի խնդիրը լուծված է, մենք այն վերջնականապես լուծել ենք։ Այն ժամանակ, եթե ինքը քննադատած լիներ, ասել որ այդ ձեր հայտարարությունները, այն ինչ որ ես եմ ասել, ասել որ այդ ձեր հայտարարությունները բանակցային գործընթացին վնասելու են։ Ու պինդ քննադատել Նիկոլ Փաշինյանին, այսօր իր ասացի հետ, իր ասածը կարող էինք դնել ու այդ ասացի շուրջ բանավեճ ծավալել, փորձել դրա առավելություններն ու անկեղծությունը գնահատել։ Հակառակ դեպքում պատասխանս պիտի մնա այս հեգնականը, որ ինքը Մարիա Զախարովայի հացն է կտրում։ Նույն բանն է ասում Վլադիմիր Պուտինը, նույն բանն է ասում Իլհամ Ալիևը, որ հայերն են սկսել, ես ինչ անեմ։ Նույն բանն է ասում Թուրքիան այն Օսմանյան կայսրության ցեղասպանության համար, որ հայերն են սկսել, մենք ինչ անենք։ Այն ժամանակվա ռուսական իշխանություններն էլ նույն բանն էին ասում։ Բայց խնդիրը նրանում է, որ այս կարուսելը անդադ պտտվում է, ու մեր ժողովուրդը սրանից հետևություն չի անում։ Ու մեր ժողովուրդը չի նայում։ Այդ ո՞ր ուժերն են, որ իր ինքնիշխանությունն են փորձում պաշտպանել։ Փորձում են օր առաջ տարանջատվել այդ Ռուսաստանից եւ այլից։ Դա մի բան էլ մեղադրում են, ասում են, եվրոպական արժեքները դուք եք։ Չէ, եվրոպական արժեքները այդ Չախոյանն է ու Ռոբերտ Քոչարյանը, իրենք են։ Մենք չենք։ Եթե դուք եվրոպական արժեքները կրելու համար եք մեզ քվե տվել ու համարում եք, որ մեր արած այդ արժեքները պաշտպանելու չէ, ուրեմն իրենք եք, չէ։ Իրենք եվրոպական արժեքները պաշտպանելու համար են մեր դեպ այդ քայլերն անում։
Հետևաբար Ռոբերտ Քոչարյանի գործողությունների ամբողջ ներկապնակը իմ համար պարզ է։ Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանին, ես պիտի ասեմ, որ վստահաբար Սերժ Սարգսյանի իշխանավարության տարիները տարբերվում են Ռոբերտ Քոչարյանի իշխանավարության տարիներից։ Սերժ Սարգսյանը ճիշտ է ասոցիացիան համաձայնագիրը մի գիշերվա մեջ հրաժարվեց ստորագրելուց անվանելով, որ ինքը նախընտրում է անվտանգությունը, բայց փաստը ցույց տվեց, որ ռուսները այդ անվտանգությունը չպահեցին։ Դրանից էլ ելնելով մեր ժողովուրդը հետևություն արեց։ Բայց նաև Սերժ Սարգսյանը ստորագրեց համապարփակ գործընկերության համաձայնագիրը ԵՄ-ի հետ, սեպահասվածը։ Այսինքն ինչ որ առումով Սերժ Սարգսյանը բալանսավորման գործընթացներ փորձել է ծավալ։ Եվ ես ասում եմ, որ Հայաստանի քաղաքական դաշտում կա 3 հիմնական ուղղություն եւ հիմնական ուժեր։ Առաջինը Ռոբերտ Քոչարյանն է, որը միութենական պետության կողմնակից է։ Երկրորդը Նիկոլ Փաշինյանն է եւ Հանրապետական կուսակցությունը, որոնք ասում են, որ իրենք բալանսավորման կողմնակից են։ Սերժ Սարգսյանը ինչ որ չափով է փորձել բալանսավորել, Նիկոլ Փաշինյանը մաքսիմալ առումով է փորձում բալանսավորել։ Մենք քաղաքական վեկտորի ամբողջական փոփոխության կողմնակից ենք։ Ու հիմա այսօր համապատասխան թևը կռիվը փորձում է տեղափոխել ռուսական կամ միութենական պետության կողմնակիցների եւ ամբողջությամբ վեկտորը տեղափոխելու կողմնակիցների դաշտ։ Եվ ուզում է այդ դաշտում մեզ խփել մեր զենքով։ Այ դուք եվրոպական արժեքներ կիսելով մարդուն ծեցում եք, բա ձեզանից ինչ եվրոպական արժեքներ։ Իսկ թե իրենք, որ եվրոպական արժեքները չեն կիսում, ինչ են անում, որ եվրոպական արժեքներ կիսող մարդը հավասարակշռությունից դուրս գա, այդ մասին բան չեն ասում։ Ճիշտ է, ես գտնում եմ, որ մեր թիմը, մեր թիմակիցները պիտի չսադրվեին։ Ես իսկապես իմ ամբողջ կյանքում մերժել եմ բռնությունը, բայց ես մերժում եմ նաև սադրելը։ Ես մերժում եմ բանսարկությունը։ Ես անկեղծության կողմնակից եմ։ Ես կողմնակից եմ, որ մարդը, եթե գնում է ուսանողների հետ հանդիպման, մտածի, որ ինքը ապագա սերնդի հետ է խոսում։ Եվ նման կեղծիքներ չտարածի, որ Հայաստանն է սկսել։ Չասի, որ Լեռնային Ղարաբաղում, Ղարաբաղի պատերազմում 7.5 միլիոն ադրբեջանին դիմակայել է 150,000-անոց Լեռնային Ղարաբաղը։ Հետո էլ ասի, որ Հայաստան, Լեռնային Ղարաբաղ թշնամանք է հրահարվում եւ այդ թշնամանքը հրահարում են այմենք։ Ես մշտապես Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմնակից եմ եղել։ Ես մշտապես պաշտպանել եմ իրենց շահերը։ Ես վերջում էլ ասում եմ, որ Հայաստանի իշխանությունները 6 ամսով պիտի երկարաձգեն իրենց այդ բնակվարձի եւ այլնի տարբեր այետ առավելությունները, որովհետեւ այդ մարդիկ շատ բան են կորցրել, որովհետեւ այդ մարդկանց հոգեվիճակի մեջ պիտի մտնել։ Բայց գիտեք ինչ, այդ մարդկանց փորձում են օգտագործել տարբեր թևերից։ Եվ այդ կարող է պետության ու պետականության դեմ լինել, ու այդ մեր վերջը լինի։ Բայց այնուհանդերձ, երբ որ Քոչարյանն ասում է հայերը սկսեցին, դա Ադրբեջանի Ալիևի ձեռքին ինչ զենք է դառնում։ Նարեկ ջան, Ալիևը ինքը պատերազմը սկսելու երկրորդ օրվանից նման հայտարարություն է արել, որ հայերն են սկսել այս պատերազմը, հայերն են գրավել Ադրբեջանի տարածքը եւ հայերն են հասցրել նրան, որ պատերազմը սկսել։ Ինքը պատերազմից շատ հետո էր, որ հայտարարեց, որ մենք որոշեցինք, քանի որ Մինսկի խումբը չէր աշխատում, մենք որոշեցինք ուժով այդ խնդիրը լուծել։ Ու Հայաստանի արտգործնախարարությունն էլ հայտարարություն տարածեց, որ տեսեք, արդեն Ադրբեջանի ղեկավարը ինքը բացահայտ ընդունում է, որ իրենք են սկսում։ Այսինքն պատերազմից 1 տարի հետո Դոր Ալիևը ընդունել է։ Հիմա սա լրացուցիչ հանգամանք է Ադրբեջանի նախագահ Ալիևի համար, որ տեսեք, Հայաստանի Հանրապետության ոչ վերջին մարդը, երկրորդ նախագահ ուղիղ ընդունում է, որ հայերը իրենք են այդ սադրել, որ հայերը իրենք են սկսել պատերազմ։ Մենք հակված չենք եղել պատերազմով խնդիրը լուծելու։ Մենք ուզեցել ենք, մենք ցանկացել ենք խնդիրները լուծել բանակցային միջոցով։ Այ Հայաստանի Հանրապետության այս իշխանությունը հրաժարվել է բանակցություններ վարել։ Հայաստանի Հանրապետության այս իշխանությունը փորձել է խնդիրը լուծել ուժային, իրենք են դրթել մեզ, իրենք են ստիպել, իրենք են գնացել պատերազմ։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանի ասածները շատ ուժեղ խաղաթուղթ են Ադրբեջանի նախագահի ձեռքին, որ միջազգային հանրությանը ցույց տա, որ տեսեք, սա էլ հոյես չեմ ասում։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահն է ասում, որ իրենք են սկսել։ Այնպես ինչպես մինչև այսօր մենք ասում ենք, բերում ենք Էլչիբեի օրինակը, որ ասենք, չգիտեմ,
Օջալույում գործընթացները ադրբեջանի ընդդիմությունն արել է, որպեսզի Ադրբեջանում հասնի իշխանապողության։ Եվ իմիջայլոց այդ գործընթացի համատեքստում ես կարծում եմ, որ Մութալիբովը, ոչ թե կարծում եմ, համոզված եմ, որ ճիշտ եմ, ու դրա արդյունքում էլ Մութալիբովը պաշտոնից ազատվեց ու իշխանության եկան Ալիևները։ Ու պատահական չի, որ Ալիևի ու Պուտինի մեջ քիմիա կա, ու պատահական չի, որ Ռոբերտ Քոչարյանի ու Պուտինի մեջ քիմիա կա, որտեղ իրենք բանսարկու են, այդ հասարակական ակտիվիստի նման սադրիչ բանսարկու են, սադրանքի ու բանսարկության միջոցով հասնում են արդյունքների, հետևաբար գործելավոճը շատ նման է, իսկ այդ գործելավոճին որոշակի պատասխան տալ պետք է, իսկ պատասխան տալու օրինական մեթոդը ես ասում եմ, դրա համար կա Հայաստանի Հանրապետության իշխանություն, կան ուժային մարմիններ, այս ուժային մարմինները, այսներ ասած, այդ պատի ծեփի պոկված լինելու, գործերից սխալ դրած լինելու պարագայում, պիտի գնային ստուգեին, տվյալ հասարակական ակտիվիստի ասածը իրականություն է, եթե իրականություն է, տվյալ գործն արած շինարարը, քաղաքապետը, թաղապետը պիտի կալանավորեին, եթե ոչ, տվյալ քաղաքական ակտիվիստի հայտարարությունից հետո մարդու արժանապատվությունը, մարդու արժանապատվությունը, նրա ունեցած հեղինակությունը վարկաբեկելու համար տվյալ քաղաքական ակտիվիստը պիտի կալանավորվեր, որտեղ հակառակ դեպքում նման քաղաքական ակտիվիստներ հազարավոր են դառնալու, այդ դառնալու է շատ ձեռնատու ու շահեկան փող աշխատելու միջոց։ Ակնկալիք կա, որ ձեր թիմակիցը պետք է կալանավորվի հարվածելու համար, պարոն Սարգսյան։ Գիտեք, ով որ դա կազմակերպել է, ինքը այդ ակնկալիքներն ունի բնականաբար, եւ իրենք կազմակերպելու սադրել են, որ մեր թիմակիցը կալանավորվի։ Դրա համար նորից եմ ասում, կան իրավապահ մարմիններ, որոնք պիտի անեն քննություն։ Եվ եթե պարզ է, որ տվյալ մանկապարտեզում աշխատանք մանկապարտեզը հանձնված չի, գումարը վճարված չի շինարարին, հետևաբար դուրս է գալիս, որ տվյալ ակտիվիստը անհիմն տեղով, անհիմն առանց հիմքեր ունենալու մեղադրել է մարդկանց կամ այդ մարդկանց հեղինակությանը, ինքնասիրությանը վիրավորող գործընթացներ արել, հետևաբար այդ մարդը, որ նման գործունեություն է ծավալում, մարդկանց հեղինակությունն է վիրավորում, ինքը կեղծ տեղեկություններ է տարածում, վարկաբեկելով տարբեր մարդկանց իրենց պաշտոններում ու իրենց աշխատանքի մեջ, սուտ լուրեր տարածելով, այդ մարդը պիտի պատասխան տա, թե ոչ, Նարեկ ջան։ Ես էլ գտնում եմ, որ տեսակետներ կան, ու այդ տեսակետները քիչ չէ, որ տվյալ մարդը, տվյալ քաղաքական ակտիվիստը սուտ լուրեր տարածելու, մարդկանց վարկաբեկելու, քաղաքական ինչ-ինչ պատվերներ կատարելու համար միանշանակ պիտի ձերբակալվի, ու ինքը պիտի ձերբակալվի ազգային անվտանգության կողմից, որովհետև իր արածը ազգային անվտանգության համատեքստում է, որովհետև իմ կարծիքով իրեն ուղղորդել են հենց ազգային անվտանգության համատեքստում խնդիրներ լուծելու համար, երկրի ներսին ներքաղաքական կյանքը շուռ տալու, Երևանում արտահերթ ընտրությունների եւ դրանից հետո հանրապետությունով մեկ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։ Այսինքն տվյալ անձը զրպարտում է մարդկանց, իր գործունեությունը զրպարտություն է, զրպարտության համար այդ մարդը պիտի կալանավորվի։ Եվ ես գտնում եմ, որ կալանավորվողը պիտի լինի այդ մարդը, եւ վստահեցնում եմ քեզ, Նարեկ ջան, նման տեսակետներ իմ տեսակետը կիսողների էլ պակաս չկա։ Իսկ թե այդ տեսակետներից որն է ճիշտ, միանշանակ դա պիտի որոշի համապատասխան մարմինները, դատախազություն, կնչական մարմիններ։ Ես էլ եմ ասում, ամեն ինչ սկսել է նրանից, որ տվյալ քաղաքական ակտիվիստը գնացել է ու ասել է, տեսեք, այս մանկապարտեզը ինչ են անում, իրենք անբարոյական են։ Իսկ իրականում այդ մանկապարտեզը ոչ հանձնված է, ոչ էլ գումարը վճարված է։ Հետևաբար տվյալ անհատը զրպարտել է անհատի, մասնավոր դեպքում տվյալ թաղապետարանի կամ տվյալ թաղապետին եւ տվյալ թաղապետին ներկայացնող քաղաքական թիմին, նրանց անբարոյական անվանելով։ Հետևաբար ինքը պիտի պատասխան տա ու պիտի դատվի։ Պարոն Սարգսյան, քանի որ այս թեման անդադ բացում եք, իսկ ձեր թիմակցի քաղաքական պատասխանատվությունը որը պետք է լինի։ Ինչպես։
Ձեր թիմակցի պատասխանատվությունը որը պետք է լինի։ Պատիժը որը պետք է լինի։ Մեր թիմակիցը քաղաքական պատասխանատվություն ունի կրելու իր սեփական քաղաքական թիմի առաջ։ Մնացած իր պատասխանատվությունը պետական պաշտոնյայի պատասխանատվություն է, որի սահմաններն անցնելու կամ որը գերազանցելու կամ քրեական արարք կատարելու հանգամանքը պիտի ճշտեն իրավապահ մարմինները։ Ես էլ ասում եմ, թե իրավապահ մարմինները ինչ հանգամանքներ պիտի ստուգեն։ Եթե իրավապահ մարմինները այդ հանգամանքները կստուգեն ու կտեսնեն, որ Տիգրան Տեր-Մարգարյանը կոռուպցիոն գործարքի մեջ է եղել այդ մանկապարտեզի շինարարի հետ, ինչի մասին պնդում է ձեր գովերքած այդ հասարակական, չգիտեմ, ակտիվիստը, ձեր ասելով քեզի նկատի չունեմ Նարեկ ջան, ընդհանրապես լրատվական դաշտի էլի, որը չի խորանում այդ ամեն։ Եթե կգտնեն, որ Տիգրան Տեր-Մարգարյանը կոռուպցիոն գործարքի մեջ է եղել, որ իսկապես այդ մանկապարտեզում ինքը տվել է այդ մանկապարտեզի իր բարեկամ շինարարներին, նրանք էլ անբարո վարք են դրսևորել, ու այդ մանկապարտեզում երեխեք կան, որոնք ու կարող է փլվել քարնկնել այդ երեխեքի գլխին եւ այլն, եթե այդ կապացուցվի, իհարկե մենք մեր քաղաքական թիմակցի նկատմամբ քաղաքական որոշում կկայացնենք ու այդ կբարձրաձայնենք։ Իսկ քանի այդ չի տեղի ունեցել, քանի արդարությունը պարզ չի, ինչ քաղաքական պատասխանատվության մասին ենք մենք խոսում։ Պիտի պարզել, չէ՞։ Պիտի պարզել պատասխանատվության խնդիր կա, թե չէ։ Մարդը պաշտպանվելու իրավունք ունի, թե չէ։ Դուք այնպես եք ասում, որ ակնհայտ է, որ առաջինը այնտեղ բանը Տիգրան Տեր-Մարգարյանն է հարվածել։ Ես ասում եմ, որ ոչ, այդ ակնհայտ չի, դեռ պիտի պարզվի ով է առաջինը հարվածել։ Ես ասում եմ, որ ակնհայտ է ինքը գնացել է այնտեղ, որ հարվածին, որ կինո սարքի, որ այդ կինոյի արդյունքում համապատասխան տեղերից սապտան ասեն մալադեց։ Դա ուղիղ եթերում երևացել է պարոն Սարգսյան, առաջինը Թաղապետարանի այն երիտասարդ տղան է հարվածում, ինչից սկսում է, բայց այլ թեմայով հարց եմ ուզում տալ։ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ իշխանափոխություն անելու հնարավորություն կա եւ իրենք միջև ընտրություններ կարող են ծրագիր ունեն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, նաեւ նախաձեռնություն է սկսվել, падգամավորներին նամակներ են ուղարկում, որ անվստահության գործընթաց ազգային ժողովում մեկնարկի։ Դուք ինչ եք կարծում 7 տարի առաջ Հայաստանի քաղաքացիների կողմից մերժված Սերժ Սարգսյանին կհաջողի Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։ Ես պիտի ասեմ հետևյալ բանը, որ հայաստանյան իրականության մեջ սովորույթ է դարձել, որ հեռացած նախագահ, անկախ նրանից իրեն հեռացրել են թե ոչ, բայց պաշտոնից հեռացած նախագահը մի ժամկետ լռում է, երկրորդ ժամկետին նորից առաջադրվում է։ Այդպես է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, 97-ին հրաժարվեց, 2008-ին առաջինի ժամանակը 2003-ին չմասնակցեց, 2008-ին մասնակցեց։ Այդպես է եղել Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, 2008-ին գնաց, 13-ին չմասնակցեց, 2018-ին մասնակցեց։ Իմի Սերժ Սարգսյանն էլ հեռացել է, առաջին ընտրությանը չմասնակցեց, Ռոբերտ Քոչարյանը, երկրորդին ինքն ուզում է մասնակցել։ Այս ակնհայտ է, այս իմ համար ակնհայտ է։ Իմ ընկալումներում, հանրային ընկալման մեջ Հանրապետական կուսակցության եւ Սերժ Սարգսյանի հանդեպ վերաբերմունքը պիտի այսպես ասեմ, ավելի դրական բառը մի քիչ այստեղ համահունչ չի, բայց Ռոբերտ Քոչարյանից ավելին է։ Եվ եթե հանրապետական այդ ուղղությամբ աշխատի, չի բացառի, որ Սերժ Սարգսյանը դառնար այն տեխնացուն, ում շուրջ կհամախմբվեր, այսպես ասած, միասնական ընդդիմությունը, որտեվ Ռոբերտ Քոչարյանը 2 ժամկետ հետո առաջադրվել է, չի անցել հավաքել է 21%, հիմա իհարկե այդ 21%-ն էլ չի հավաքի, ավելին պակաս կհավաքի, բայց ինքը համարում է, որ երրորդ ժամկետ գնացող նախագահի համար խնդիրները բարդ են եւ Հայաստանի Հանրապետության որևէ նախագահ, այդ թվում Սերժ Սարգսյանը, երրորդ ժամկետ չի հաղթահարել եւ այստեղ լուրջ խնդիր ունի նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ այս ուղղությամբ քաղաքացիական պայմանագիրը պիտի հետեւություն անի։ Երրորդ ժամկետը ընկալելի չի նաեւ աշխարհի համար
երրորդ ժամկետը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել նաև երկրի ներսում ժողովրդավարության առումով, եւ այս առումով քաղաքացիական պայմանագիրը պիտի 2026 թվականից առաջ մտածի, թե ինչպես է հանդես գալիս, ինչ դեմքով, ինչ լիդերով եւ այլը, որտի որոշակի նորամուծություններ, որը հնարավորություն տա, որ նախկին ձեռք բերածը չեմ ասում 52%, բայց այդ տոկոսը ճիշտնի են այն սանդղակի վրա, որի պարագայում իրենք կարող են լուրջ պարտություն կրել։ Հիմա այդ պարտություն կրելու հնարավորությունից եւ նախկինների հետ վերադառնալու հնարավորությունը միակ ինչ որ կասկածի տակ դնող ուժը մնացել ենք մենք եւ դրա համար այս սադրանքները ամբողջությամբ ուղղված են մեր դեմ եւ այդ սադրանքների պարագայում մենք պիտի տեղիք չտանք եւ մեր ընկերներին չպիտի հանձնենք եւ մեր ընկերներին մինչեւ վերջ պիտի թիկունքներին կանգնենք մենք մեր ընկերներին պիտի աջակցենք որովհետեւ եթե մեր հանրությունը ուզում է որ հաջորդ ընտրություններում որոնք իմ կարծիքով լինելու են հերթական նախկինների իշխանություն չգան, իրենք պիտի գան իրենց ձայնը տան մեզ։ Մենակ այս պարագայում է, որ եվրոպական արժեքներ կրող այն քաղաքացիները, ում քվեները կամ ում մոտեցումները 58% եւ ավելին են, կարող են միասնական դառնալ եւ թույլ չտալ, որ ռուսական ազդեցության ուժերը կան իշխանության ու համապատասխան քաղաքական ակտիվիստներին բերեն պաշտոններին։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ Նարեկ ջան։